Պարոն Սաֆարյան, եկեք սկսենք ներքաղաքական ամենատարբեր զարգացումներից։ Նախ, որ տևական ժամանակ է տեսնում ենք, գրեթե եթե չեմ սխալվում, արդեն երրորդ անգամն է, որ Գյումրու քաղաքապետը հայտարարում է, որ Հայաստանը պիտի միութենական կազմ մտնի, Ռուսաստանի հետ միություն կազմի, երեկ էլ վարչապետի հայտարարություններին ի պատասխան, կառավարության հետ հարցոպատասխանի ժամանակ, որ նման մտքեր արտահայտող մարդիկ եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ անկախությունը կասկածի տակ դնող մարդիկ պետք է քաղաքական դաշտից դուրս շպրտվեն այս արտահայտությանը ի պատասխան Վարդան Ղուկասյանը կրկին արագ տեմպերով մամուլի ասուլիս հրավիրեց եւ վերահաստատեց ըստ էության իր այն միտքը, որ ինքը առաջարկել է խոսքը ոչ այնքան ինքնիշխանության մասին է, բայց ամեն դեպքում Հայաստանը պիտի միություն կազմի, այս դեպքում Ռուսաստանի հետ, այլապես մենք կկործանվենք, այսինքն մեզ ինչ-որ ապավեն ուժ է պետք։ Նախ ընդհանուր առմամբ կուզենամ այս հայտարարությունները մեկնաբանենք, արդյոք վտանգավոր չեն եւ արդյոք պիտի նաեւ իրավապահ համակարգը չհակազդի նման հայտարարությունների։ Եկեք հասկանանք առաջի հերթին ինչ քաղաքական հոսանք է ներկայացնում Վարդան Ղուկասյանը։ Վարդան Ղուկասյանը ես իմ կողմից այդ հոսանքին անվանել եմ գուբերնիստական հոսանքի ներկայացուցիչը, այսինքն քաղաքական մի հոսանք Հայաստանում, որի նպատակն է ազդել հանրային տրամադրությունների վրա, ազդել Հայաստանում իշխանության ձևավորման վրա, ըստ որում ոչ միայն ընտրական եղանակով, այլ նաև բռնի եղանակներով, որովհետև այդ հոսանքի մի ճյուղավորումը եղել է Սրբազան շարժումը։ Եվ այս հոսանքի նպատակը Հայաստանին, այո, ռուսական օրբիտա վերադարձնելն է, եւ եկեք նայենք ովքեր են այդպիսի հայտարարություններ արել նախկինում, որոնց շարունակությունը հանդիսանում է Վարդան Ղուկասյանը։ Այդ հայտարարությունները առաջին անգամ արեց Ռուբեն Վարդանյանը, հայտնի հեռուստա հարցազրույցի ընթացքում, եւ որ ասեց, որ իբրև թե շատ նուրբ ձևակերպեց, շատ խորամանկ ձևակերպեց, ասեց Հայաստանը պետք է պատրաստ լինի նաև քննարկելու այսպիսի սցենար, եթե այդպիսի սցենարի առաջ կանգնեցվի, հա, եւ այդ դեպքում գոնե Հայաստանը պատրաստ լինի որոշելու կամ պնդելու ինքը Բուրյաթիայի նման է լինելու միութենական պետության մեջ, թե Թաթարստանի մոդելով, որովհետև ինքը շարունակեց փառաբանել Թաթարստանի մոդելը, որ այն մաքսիմալ, այսպես ասած, պահպանում է պետականության ատրիբուտները եւ ավելի բարեկեցիկ է, ավելի զարգացած է, ավելի առաջադեմ է, քան Բուրյաթիան կամ որևէ այլ միավոր Ռուսաստանի կազմում։ Սա առաջին հայտարարությունն էր, որը մեզ բոլորի շոկի ենթարկեց տարիներ առաջ։ Երկրորդ այդպիսի հայտարարություն մենք տեսանք 21 թվականին արդեն Ռոբերտ Քոչարյանի կողմից նախընտրական քարոզարշավի եւ իր ասուլիսների ընթացքում, որտեղ դրան հարցը ուղղվեց եւ նա նույնպես ըստ էության դրականորեն արձագանքեց, որ Հայաստանը միանա միութենական պետությանը։ Ռոբերտ Քոչարյանն նաեւ այն անձն էր, որը հայրենիքի փրկության, այսպես ասած, երկու շարժումների, երկու վերսիաների տապալումից հետո ասում էր շարժումը պետք է շարունակի Սրբազան։ Եվ դրա համար ես ասացի, որ Սրբազան շարժումը ինքն էլ այս հոսանքի ճյուղավորներից մեկն էր, որքան էլ Սրբազան շարժումը ուղիղ երբևիցե չի բարձրաձայնել Ռուսաստանի հետ միութենական պետության։ Պարոն Սաֆարյան, խնդիրն այն է, որ այս մարդիկ ներկայացնում են նույն այդ շարժման մասին խոսեցիք, որ իրենք եկել են չարի դեմ պայքարելու, իրենք ուզում են երկիրը այս իրավիճակից հանել, ինչ որ բանից փրկել, ազատել, ազատագրել, դա է, այսինքն ազատագրել ենթադրում եմ։ Իրենք, այո, այդ ամեն ինչը փաթեթավորում են տարբեր, այսպես ասած, ազգային, հայրենասիրական բառապաշարով, բայց խոշոր առումով հոսանքի քաղաքական օրակարգը դա է։ Առավել ևս, եւ որ տարեսկզբին Գյումրիում տեղի ունեցած ընտրություններում կարողացան, այսպես ասած, ընտրական օրենսգրքի աճ պարարություններով վերցնել երկրորդ քաղաքը եւ Վարդան Ղուկասյանին դարձնել թե երկրորդ քաղաքի քաղաքագլուխ, թե նաեւ խոսափող այս նարատիվները, այս թեզերը հրապարակ բարբերաբար նետելու առումով եւ նաեւ դրանից այնքան էին ողջորված, որ որոշեցին այնուամենայնիվ այս ամռան ընթացքում, անցնող ամռան ընթացքում իրականացնել նաեւ բանը
ռազմական հեղաշրջումը, որը կանխվեց մեզ հայտնի ուրեմն քրեական գործի հարուցման եւ կանոնավորումների տեսքով։ Հիմա Վարդան Ղուկասյանը հասկանում է եւ նրա խոսանքին հարող կամ իրենից ավելի բարձր կանգնած անձինք հասկանում են, որ խաղը խոշոր առումով տապալվել է եւ Գյումրիի այսպես ասած հաղթանակին չի հաջորդել Երևանի ճակերտավոր ազատագրումը Վարդան Ղուկասյանի ասած թուրքահպատակ Շամ որդիներից եւ դրա համար հիմա ինքը ուղղակի հասկանում է, որ իշխանությունը շատ ավելի կոշտ քայլերի է դիմում, ուրեմն այդ հիբրիդային վտանգները վնասազերծելու առումով եւ նաեւ այն ինչի վրա հույսը դրել էին, այլևս տեղի չի ունենալու, որովհետեւ կանխված է եւ Բայց նաեւ ասում է, որ պիտի կառավարությանը դատի տա, եթե այս պիտի ուժերը մոբիլիզացնեն, որ 26 թվին այս պատկերը չկրկնվի, այսինքն ասում, դրա համար հիմա մի հատ ավելի զավեշտալի բան է հրապարակ նետել երեկվա իր արտահերթ արտակարգ ասուլիսում, որ իր նման լավ տղաները այլևս անելիք չունենան, եթե ժողովուրդը ոտքի չկանգնի եւ փրկի հողը հայրենիքը, ինչպես էր անվանել, ինչ որ տես սենտիմենտալ, ինչ որ ազգայնական էլի բառեր օգտագործել, որ ոտքի ելեք, եթե 26 թվականին թույլ տվեցիք վերարտադրվել, բայց ինքը բարեբախտաբար այն ֆիգուրը չէ, նախ ոչ միայն որ ինքը ամբողջ Գյումրին չի ներկայացնում բարեբախտաբար, որովհետև ինքը քաղաքապետ է ոչ թե Գյումրիում ստացած ճնշող քվեների արդյունքում, այլ ինչպես ասացի, ընտրական օրենսգրքի ընձեռած աճպարարությունների ուրեմն շնորհիվ։ Բայց եկեք նաև արդար լինենք, այստեղ եթե մենք ունենք Գյումրիում այդ ընտրական աճպարարությունով իշխանության եկած մարդը, ամենևին չմեղադրենք միայն ընտրական օրենսգրքին, որը թույլ էր տալիս այդ աճպարարությունները անել երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցրած մեղադրել պարոն իշխանությանը, որովհետև տեսեք, վարչապետը ազգային ժողովի ամբիոնից խոսում է, որ նման մարդիկ պիտի դուրս շպրտվեն քաղաքական արենայից։ Դա ճշմարտություն է, բայց արդյոք ընտրությունների շրջանում իշխանությունը չուներ լեգիտիմ հիմք հենց օրենքի շրջանակներում դուրս դնելու այդ մարդկանց, որոնք ըստ էության ներկայացնում են ամեն ինչ բացի քաղաքական ուժը, այսինքն կրիմինալ, գողական աշխարհ, չգիտեմ ինչ եւ այլն, ոչ Հայաստանը եւ արտաքին դերակատարների, տվյալ պարագայում Ռուսաստանը եւ նաեւ ըստ էության այնպես չէ որ մաքուր քաղաքական մեթոդներով էին վարում ընտրապայքարը, կային ընտրակաշառքի բացահայտված փորձեր եւ այլն։ Այսինքն այդ լեգիտիմ հիմքը կար, որ իշխանությունը կար եւ իշխանությունը ուշացրել է, այո, եւ հիմա իշխանությունը ինքը կանգնել է իր թույլ տված խալը ուղղելու հրամայականի առջև, որովհետեւ այդ մի սխալը ինչ կանխումը, տեսեք այդ ոգևորությունը Գյումրիի բերեց նրան, որ մտածեցին, որ եթե առաջին քայլում հաղթել են, ուրեմն կարելի է նաև գնալ ռազմական հեղաշրջում բեմականացնելու եւ այսպես ասած Երևանում իշխանությունը վերցնելու ճանապարհով։ Եթե Ղուկասյանը հայտարարում է, թե հեղափոխությունը սկսվելու է Գյումրիից եւ այս իշխանությունները ոնց եկել են Գյումրիից, այդպես էլ հեռացել։ Աստված, որ այն մարդիկ, ովքեր ուզում են մի նոր հեղափոխության միջոցով Հայաստանում տապալել ինքնիշխանություն եւ սավրական կարգ եւ մնացած ամեն ինչ մնան Վարդան Ղուկասյանի հույսին։ Գիտեք, Վարդան Ղուկասյանը ինքը որպես ֆիգուր չի կարող երբևիցե առաջնորդել այդ հեղափոխությունը։ Հետևաբար այդ հեղափոխությունը դեռևս օրորոցում արդեն սպանված է, այնպես որ սրանք ուղղակի մնալու են պատմության մեջ սոսկ Վարդան Ղուկասյանի բառերը։ Բայց նույնիսկ եմ կրկնում, ավելի կարևոր է, երբ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ուղղակի թույլ չի տրվում վտանգը հասնի այնտեղ, որ արդեն ստիպված ես լինում անուղակի խոստովանել սեփական բաստողում, որտեղ նաև տեսեք, մենք կարծես թե ազգային ժողովում ընդունեցինք նաև օրենք, որը արգելում է երկրի ինքնիշխանության, անկախության դեմ
հայտարարություններ անելը։ Ճիշտ այնպես, ինչպես օրինակ օրենսդրությունը, քրեական օրենսգիրքը եւ սահմանադրությունը արգելում են սահմանադրության հակասող եղանակներով ռազմական հեղաշրջում անելու բանը, ինչի հիմքով միանգամայն իրավաչափ քննվում է Միքայել Աչապահյանի գործը, հա, բայց նույն կերպ նաև օրենսդրությունը արգելում է Վարդան Ղուկասյանին անել հայտարարություններ, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Այսինքն իրավապահ համակարգը պիտի գնար ամեն դեպքում Վարդան Ղուկասյանի հետ։ Այո, ես կարծում եմ այո։ Եվ նույնպես եմ կրկնում, ճիշտ այնպես ինչպես իշխանությունը չպետք է թույլ տար 2021 թվականին գրանցվեն պատիվ ունեմ կամ Հայաստան խմբակցություններին, որովհետև հիշում եք այդ 15 օրերի ընթացքում մենք ամեն աստծու օր լսում ենք հաղորդագրություն, որ կաշառքի փորձ եւ հանրահավաքության մենք ինքներս որպես այդ ընտրությունների մասնակցած սուբյեկտ Բաբաջան Շիրինյան դաշինքով թիմել էին կենտրոնական տրական հանձնաժողով չգրանցել այդ կազմակերպություններին հենց այդ հիմքով։ Հիմա իշխանությունը ժամանակին չի հետևում ահազանգերին, հնչեցած ահազանգերին եւ խորհրդանում են հայտնվում ուժեր, որոնք ոչ միայն գործում են պետականության դեմ, այլ նաև խանգարում են իշխանությանը իր քայլերը կատարելու առումով։ Նույն կերպ Գյումրին, այսինքն կան քայլեր, որոնք պիտի արվեին ավելի վաղ։ Իսկ վարչապետի երեկվա հայտարարությունները մասնավորապես մի քանի հայտարարություն հնչեցրեց կուսակցությունների թափանցիկության հետ կապված, ասաց, որ պիտի այսուհետ օրենսդրական նախագծեր մտածեն, թե ինչպես կուսակցությունները դարձնեն ավելի ժողովրդավար, նկատի ունենալով թափանցիկությունը, թե որտեղից են ֆինանսավորվում, ասաց, որ այդ իմաստով կարող են Եվրախորհրդին դիմել, նաև Վենետիկի հանձնաժողով դիմել եւ հասկանալ, որ չհակասեն եւ ժողովրդավարությանը եւ նաեւ կուսակցություններին բերեն ժողովրդավարական դաշտ։ Հիմա այս հայտարարությունը արդյոք նրա մասին է, որ 2026 թվականին ընթառաջ, այնուամենայնիվ որոշ ուժեր դուրս կմնան ընտրապայքարից հենց այդ հիմքով։ Շատ արժեքավոր հարց է, որովհետև ելի վերադառնում ենք 21 թվականին դուրսն ժամանակին ենք մենք առաջարկում ոչ միայն քարոզարշավի չթույլատրված մեթոդներով ընտրարշավ իրականացնելու հիմքով դադարեցնել, այլ նաև այո, այդ ուժերի ֆինանսավորումը եղել եւ մնում է ոչ թափանցիկ հայ հանրության համար եւ մեծ կասկածներ կան, որ այդ ոչ միայն ընտրարշավի շրջանում, այլ նաեւ ընտրություններից հետո ամբողջ ժամանակահատվածում նրանց գործունեության ֆինանսավորումը ամենևին հայաստանյան ծագում չունի եւ միայն այսպես ասած ապօրինի անաշխատ եկամուտներ ստացած մեզ հայտնի դեմքերի ֆինանսավորմամբ չէ որ տեղի է ունենում եւ հետեւաբար առանցքային է, որովհետեւ տեսեք եւ այդ խնդիրը բավականին շատ քննարկվել է անցած 4-5 տարիների ընթացքում հանուն արդարության վարչապետի եւ փորձագետների միջև հանդիպումների ընթացքում, որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ Մոլդովայում շատ շուտ էր սկսվել, ինչպես Հայաստանում, այնտեղ էլ այդ երկիրը գտնվում էր նոն-ստոպ առանց դադարի հիբրիդային միջամտությունների եւ պատերազմի մեջ եւ դա վերաբերում էր տեղեկատվական տարածության մեջ ուրեմն տեղեկատվական հոսքերի կանխարգելմանը, ինչը արեց Մոլդովան եւ արգելափակելով ռուսական ուրեմն գործակալական ուրեմն լրատվամիջոց նույնիսկ մեղք է անվանել, դրանք լրատվամիջոց չեն, պրոպագանդիստական քարոզչամիջոցներ եւ նաեւ այո վերջին շրջանում երբ ակնհայտ դարձավ, որ հարյուր միլիոններ են ներդրված Մոլդովայում ընտրությունների վրա ազդելու համար, Մոլդովան գնաց նաեւ այո ժողովրդավարությունը այդ կարգի հիբրիդային սպառնալիքներից պաշտպանելու ճանապարհով։ Հիմա նույնը պիտի արվի նաեւ այստեղ Միանշանակ ու այստեղ խնդիրը այն չի լուծումների դաշտում նույնությամբ կրկնել Մոլդովայի անելիքները, բայց հասկանալ, որ ժողովրդավարությունը ինքը դա ամենաթողություն չի, հասկանալ, որ ժողովրդավարության պայմաններում գործող բոլոր դերակատարները չէ որ շահագրգռված են ժողովրդավարության պահպանությամբ, դրանք ուղղակի ժողովրդավարությունը օգտագործում են ժողովրդավարությունը տապալելու համար։ Հետևաբար իշխանության եւ պետության պարտականությունն է պաշտպանել ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը դա այո բազմակարծության պաշտպանություն է, բայց ժողովրդավարությունը դա ապատեղեկատվության պաշտպանություն չի։
Պարոն Սաֆարյան, եւ հրապարակ թերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն քանի օր է Մոսկվայում է, այսպես ճակերտավոր ասած աշխատանքային այց է, եւ այնտեղ հանդիպել է հայաստանյան այսպես գծով կուրատոր Կիրիենկոյի հետ, քննարկել են 2026 թվականին վերարտադրվելու հնարավոր սցենարները։ Ռոբերտ Քոչարյանը հավաստիացրել է Կիրիենկոյին, որ նոր մոտեցումներ ունի այդ առումով եւ ասել է, որ ավելի մեծ կոնսոլիդացիա պիտի լինի ընդդիմադիր դաշտում, որպեսզի կարողանան միասնական ճակատով, այսպես եթե բառացի ասեմ, միասնական լայն ճակատով պայքարեն քաղաքացիական պայմանագրի դեմ։ Այսինքն Գյումրու սցենարը ամեն դեպքում փորձելու են խաղարկել։ Միանշանակ այսօր դաշտում գործող ռուսական պրոքսիներից ցանկացածը գիտակցում է, որ եթե անգամ նույնիսկ ընդունենք, որ իշխանության վարկանիշը այս պահին նվազ է քան 21 թվականին, միևնույնն է, իրենք իշխանությունից շատ քվեներ չունեն։ Դա ակնհայտ է բոլորին, դա նույնիսկ իրենց պատվիրած կեղծ հարցումներն են ցույց տալիս, որոնց ես արժանահավատ չէի համարի։ Բայց Ռոբերտ Քոչարյանը այս արտահոսքը ցույց է տալիս նաև մի քանի այլ մտահոգություններ, որոնք տրամաբանորեն ունեինք, բայց կարծեք թե հրապարակը ավելի է ամրապնդում այն ենթադրությունները եւ այն վարկածները։ Ռոբերտ Քոչարյանը մահուչապ անհանգստացած է Սամվել Կարապետյանի պրոյեկտից։ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է մրցակից է, այո, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ նախկին պրոյեկտը, իր պրոյեկտը փակվում է կամ սահում փոխարինվում է նոր պրոյեկտով։ Անկախ նրանից, ինչպիսին են Սամվել Կարապետյանի շանսերը, որոնք իմ կարծիքով այդքան էլ բարձր չեն։ Եվ դրա համար Ռոբերտ Քոչարյանին պետք էր այդ այցը եւ այդ հանդիպումը համոզելու համար, որ ինքը ամենևին դուրս գրված խաղաքարտ չէ եւ խաղատախտակից դուրս բերված խաղաքար չէ։ Հետևաբար իր խնդիրն է առնվազն փորձել Ռուսաստանին համոզել իր պրոյեկտներում չմոռանալ իր մասին։ Եվ ինքը հասկանում է, որ խաղադրույքը կատարված է արդեն Սամվել Կարապետյանի վրա եւ եւ դրա համար առաջ է բերում կոնսոլիդացված ճակատի գաղափարը, ըստ որում այդ որ նոր մոտեցումներ ունի, դա էլ գալիս է նրանից, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը անաստված կերպով եւ նրա լոբիստները անաստված կերպով 21 թվականին խաբել են Ռուսաստանին։ Ես սա գիտեմ նաեւ շատ այլ վստահելի աղբյուրներից, երբ Ռոբերտ Քոչարյանը հարցումներով, կեղծ հարցումներով, կեղծ զեկուցումներով համոզել է, որ 21 թվականին ինքը առաջատարն է եւ հաղթելու է 21 թվականի ընտրություններում։ Պարոն Սաֆարյան, հիմա նույնը Սամվել Կարապետյանը չի անում եւ իրեն, այսպես ասած, ապաքաղաքական ուժը, որովհետեւ Գելափի վերջին հարցումները նրա մասին էին, որ քաղաքացիական պայմանագրից անմիջապես հետո երկրորդ ուժը, ով հավակնում է հայտնվել խորհրդարանում, դա Կարապետյանի դրա համար եմ ասում, ձեռագիրը նույնն է, ոչինչ չի փոխվել։ Հիմա էլ Մոսկվային զեկուցում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի փոխարեն ձեր պրոյեկտն է, բայց էլի կեղծում են, ինչպես Ռոբերտ Քոչարյանն է կեղծել 21 թվականին կամ նրա լոբիստներն են կեղծել 21 թվականին եւ Մոսկվայի գլխի տակ փափուկ բարձ են դրել, բայց Մոսկվան 21-ի արդեն ընտրությունների օրը շոկի մեջ էր, որովհետեւ ստացված զեկուցագրերը բացարձակապես չէին համընկնում արդյունքների հետ։ Եվ հիմա նույն բանն են անում, նույն խաղն են անում։ 26-ին էլ կարող է Մոսկվան շոկի մեջ հայտնվել։ Հաշվի առնելով 26 թվականին եթե նույն ձեռագիրը շարունակեն եւ պնդեն, որ ըստ էության Սամվել Կարապետյանի համար Հայաստանի Հանրապետությունում խելքահան են լինում բոլոր ընտրողները, ապա այո, իհարկե, նույն շոկն է ունենալու։ Եվ տեսեք, Մոսկվան բավականին զգուշավոր է, դրա համար ասենք այնուամենայնիվ Մոսկվան չի կարողանում առաջին դեմքի, երկրորդ դեմքի կամ անգամ քարոզիչների առաջին շուրթերով այլևս չի խոսում Հայաստանի իշխանությունների դեմ, որովհետև հասկանում է, որ կարող է ինքը հայտնվի ավելի տգեղ վիճակում, քան 21 թվականին։ Երբ այն ժամանակ Արամ Գաբրիելյաններով, Մարգարիտա Սիմանյաններով, Սեմյոն Բաղդասարովներով, ամբողջ այս Տիգրան Քյոսայաններով ամբողջությամբ հարձակվել էին
Հայաստանի վրա Մարգարիտա Սիմոնյան նույնիսկ բաց կոչեր էր անում հավաքվել Հայաստանի Հանրապետության հրապարակում տապալել իշխանությանը, հիշեք նրա այդ կոչերը։ Անկամ անձամբ Նիկոլ Փաշինյանին սպանելու կոչեր էին անում։ Դա դե եմ ասում, նա անձամբ նույնիսկ միտինգին մասնակցելու կոչ է արել, չունենալով դրա իրավունքը Մարգարիտա Սիմոնյանը, որ եկեք հայեր հավաքվեք Հանրապետության հրապարակում տապալեք իշխանությանը, այդպիսի կոչեր է արել։ Հիմա անգամ դրանից են ձերբավն, որտեղ այն ժամանակ հավատացել են Ռոբերտ Քոչարյանի օգտին կեղծեկուցագրերին, որ նա հաղթում է եւ պետքա մեր կողմից մեր վճռական աջակցությունը խնդիր լուծելու համար։ Հիմա Պուտինի վարչակազմը եւ Կիրիենկոյի օֆիսը հրաշալի հասկանում են, որ մի անգամ արդեն սայթակել են, որը բերել է խնդիրների եւ առիթ հատվել Երևանին նաեւ քաղաքական առումներով դիստանցավորվել Մոսկվայից, հիմա մի կողմից չեն կարողանում բաց աջակցություն հայտնել Սամվել Կարապետյանի պրոյեկտին եւ նաեւ մյուս կողմից իրենց նախկին տախողումը հիմքա տալիս չհավատալ են զեկույցին։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանը շտապել է Մոսկվա, որպեսզի ապացուցի, որ նոր մոտեցումներ կա, նախ առաջինը Իրան պրոյեկտից դուրս չթողնելու համար, որովհետև Ռոբերտ Քոչարյանը խնդիր ունի, ինչպես ապավելու Լևոն Քոչարյանի ապագան, որովհետև չկարողացավ նրան վարչապետի թեկնածու դարձնել եւ ակնհայտորեն ինքը խնդիր ունի եւ հիմա նույնիսկ տեսեք Դաշնակցության ու Մայր Հայաստանի, այսպես ասած, բաժանումը ոչ միայն տակտիկական խնդիր ունի Գյումրի 2 ստանալու համար, հա, որպեսի Դաշնակցությունը եւ Մայր Հայաստանը առանձին մասնակցեն ու ասենք օրինակ ունենանք հետեւյալ պատկերը մեր ձևով երկրորդ տեղում ենթադրենք երրորդ տեղում Մայր Հայաստան, չորրորդ տեղում ՀՅԴ եւ որպեսի այդ երեքով կարողանան այն մեկին առաջինին ԿՊ-ին անակնկալի բերեն կամ եւս մեկ այլ ուժի, որը իրենց հետ չի։ Հիմա դրա իրենք ոչ միայն այս դրա հավանականությունը տեսնում եք, պարոն Սաֆարյան, հաշվի առնելով վերջին զարգացումները նույն Չէ, դա եմ ասում, չէ, ընդդիմության վիճակը, այսպես կոչված ընդդիմության վիճակը ծանր է, շատ ծանր է, որովհետև ներեցեք, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը այնուամենայնիվ 2021 թվականին 20% ստացել է ոչ թե նրա համար, որ բոլոր ընտրողների խելքը գնում է Ռոբերտ Քոչարյանի համար, այլ ուղղակի կարողացել էր այդ հատվածին համոզել, որ ինքը 5 րոպե անց իշխանապողություն է բերելու։ Դե Օսկանյանն էլ հիմա ասում է, տեսեք, հետ Փաշինյանական Հայաստանում մենք կգանք եւ կվերականգնենք արցախցիների վերադարձի հարցը։ Փորձում են այդ խայծերը տալ, փորձում են այդ կտերը տալ, իհարկե քարոզարշավում փորձում են տարբեր նարատիվներ օգտագործել, իշխանությանը նույնացնել Թուրքիայի շահերի սպասարկումների հետ, իշխանությանը մեղադրել, այսպես ասած, ազգային խորհրդանիշներից եւ ինքնությունից հրաժարվելու մեջ, ազգային պետության գաղափարից հրաժարվելու եւ այսպես կոչված կոսմոպոլիտ պետություն ստեղծելու ուրեմն մեջ ամեն ինչ այդ քաղաքական փաթեթավորումը արկա է, բայց տեսեք բոլոր դեպքերում այնքան վարկաբեկված ուժեր են իրենք եւ այնքան ձախողված ուժեր են, որ խոսել նրանց բարձր շանսերի մասին դժվար է, այսինքն տեսեք էլի Հայաստանի Հանրապետության 30 տարիների քաղաքական կյանքի պատմությունը երբեք չի ապացուցել, որ ընդդիմադիր նույն քաղաքական գործիչը երկու անգամ իրար հետևից անընդմեջ լինի ընդդիմության առաջնորդ։ Չունեք դուք այդպիսի պատմություն։ Մենք չունենք։ Դա չի եղել Վազգեն Մանուկյանը, որ 96 թվականի ֆավորիտն էր, դա չի եղել Ստեփան Դեմիրճյանը, որը 2023-ի ֆավորիտն էր, 2007 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ, բայց 2007-ից հետո 2012-ին ինքը չէր, 13-ին Ռաֆի Հովհաննիսյանն էր եւ 13-ի ուժեղ Ռաֆի Հովհաննիսյանը այլևս 17-ի առաջնորդը չէր, այսինքն մենք չունենք այդպիսի տրադիցիա եւ չի էլ կարող լինել, այսինքն խոսել, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ կարող է կրկնել 20%-ի, այսպես ասած, հաջողությունը, դա ուղղակի անհավանականի ժանրից է, որովհետեւ ելի եմ կրկնում 21 թվականին ուղղակի ռադիկալ տրամադրված ընտրազանգվածին նա կարողացավ ներկանալ որպես, այսպես ասենք, իշխանապողության գործիք։ Հիմա նա ուղղակի շանս չունի, դրա համար եմ ասում, նրանք մի կողմից ուզում են Գյումրի երկուս բեմականացնել, դրա համար
ձևական բաժանվում են ՀՅԴ-ն եւ Մայր Հայաստանը, բայց օբյեկտիվ էլ կա տարաձայնություն, որովհետեւ ՀՅԴ-ն կարող է ընդունել Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությունը, բայց չի կարող ընդունել Լևոն Քոչարյանի առաջնորդությունը, որտեղ կներեք Լևոն Քոչարյանի առաջնորդությունը ընդունել ՀՅԴ-ի համար վճռորոշ ընտրությունների շրջանում, այդ նշանակում ուղղակի սեփական տապանակար է դնել, գնալ մեծ ռիսկի։ Դրա համար, ասենք, եւ այդ ներքին տարածություն, որ Ռոբերտ Քոչարյանը անգամ իր հենարանի ներսում չկարողացավ իր որդու ուրեմն ժառանգորդման իրավունքները լուծի, որտեղ Բայց ամեն դեպքում ՀՅԴ կանայք եւ падգամավորները Հայաստան Դաշնքի տեսել եք քանի անգամ Լևոն Քոչարյանը ախրանայի դեր կատարում են, ներեցեք, դա մի քիչ այլ բան է, քան նրան որպես, ասենք, թիվ 1 առաջնորդ ճանաչելը դա ուրիշ բան է։ Այնուամենայնիվ նա մնում է իրանց առաջնորդի որդին, ոչ թե իրենց առաջնորդը։ Այսինքն ՀՅԴ-ում պատրաստ չեն Լևոն Քոչարյանին ընկալել որպես իրենց առաջնորդ։ Չեն կարող, գոնե այդքան քաղաքական փորձառություն ունեն, այդպիսի ավանտյուրայի չգնալու, որովհետև նրանք կարող են այդ արկածախնդրությանը գնալ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ, բայց ոչ Լևոն Քոչարյանի առաջնորդությամբ, էլի, ասենք, դա լուրջ չի, այդտեղ քաղաքական առաջնորդության անգամ նշույլ չկա, ասենք, նրա խոսքը քաղաքական չի, նրա խոսքը անգամ իրավաբանի չի լինելով, այսպես ասած, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ, դու նրա խոսքում նույնիսկ իրավաբանություն չես նկատում, ինչպես նկատես քաղաքականություն։ Ասենք, տղայականության քուչի, այսպես ասած, առաջնորդության դասական օրինակ է, ըստ որում չափազանց անհաջող եւ շատ վատ բեմականացված։ Հիմա, բայց նաև կա այդ խորամանկությունը գնալ առանձին ֆլանգներով, որ գոնե այդ իրենք հասկանում են, որ այդ 20%-ը արդեն ծրվում է, եւ իրանք ուզում են երկու խաղացողով գնան, որպեսզի բացի այդ ներքին խնդիրը, որ համաձայն չեն Լևոն Քոչարյանի առաջնորդությանը, նաև երկու ֆլանգով գնան, որպեսզի այդ 20%-ը պահեն առնվազն մի մասը մի խումբը, մյուս մասը մյուս խումբը եւ նաեւ վերջում անեն Գյումրի 2, որովհետեւ ուրիշ սցենարի շանս դրանք չունեն։ Պարոն Սաֆարյան, շատ կուզենամ խոսենք նաև միեդի վճռի մասին մարտի 1-ի մասով, որ պետությունը ըստ էության մեղավոր է ճանաչվում 9 սպանված ցուցարարների կյանքի իրավունքը խախտելու առումով, եւ օրերս Սեյրան Օհանյանը ազգային ժողովում լրագրողի հարցի մի պատասխան ասաց, որ միեդի վճիռը վերաբերվում է պետությանը, իրենց հետ կապ չունի, այսինքն իրենք չեն տեսնում այդ վճիռը, որ դա կարող է իրենց վրա որևէ կերպ ազդել։ Սա ինչի մասին է խոսում։ Ընդհանրապես ուշացած, բայց կարևոր որոշում է միեդի որոշումը, եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն զոհերի իրավահաջորդներին եւ այն փաստաբաններին, որոնք համառորեն գործը հասցրեցին մինչեւ վերջ եւ գոնե հասան միջազգային այդ դատարանում կարևոր արձանագրման, որ պետությունը խախտել է իր քաղաքացու կյանքի իրավունքը, որը գլխավոր իրավունք է համադրությամբ։ Եվ այդ որոշումը դատարանի կարևոր է ոչ այնքան ամենևին նախկին իշխանություններին պատասխանատվության ենթարկելու, այլ պետության համար կարմիր գիծը գծելու ապագայում երբևիցե թույլ չտալու նման բան, որովհետև ըստ էության նախադեպի ուժով այդ որոշումը այլևս Հայաստանի իրավական կարգավորումների մաս է։ Ոչ միայն պատմության մեջ տեղի ունեցած ցավալի իրադարձության գնահատական, այլ մեր իրավական համակարգի ուրեմն մաս, որը կարող է տարածվել, Աստված մի արասցե նմանատիպ ցանկացած ոտնձգության պետության կողմից կամ իշխանության կողմից ցանկացած ոտնձգության դեպքում։ Սեյրան Օհանյանի պատասխանը անկեղծ ասած ոչ կարող է զարմացնել, ոչ կարող է վշտացնել, ուղղակի վշտացնել ավելին, քան մենք գիտեինք, որովհետև այդ մարդիկ Այսինքն իրենք իրենց պետությունից տարանջատում են, այդ ժամանակվա ԳՇՊՏ-ը, եթե չեմ սխալվում, Սեյրան Օհանյանն է եղել։ Սարսափելի է, եթե
նայեք, ես չեմ հավատում, որ Սեյրան Օհանյանը չի գիտակցել իր արած հայտարարության, այսպես ասած, հակա քաղաքագիտականությունը։ Նա գիտակցել է, բայց նա իրեն փորձել է հեռու պահել այդ ամենից այնպես եւ այնքան, ինչպես որ ինքը իրեն փորձում է հեռու պահել իրեն վերագրվող անշարժ գույքից։ Նրան հարց են տալի, ասում են տունը այդ թաղամասում հայտնի կամ Սևանի ափին, ասում է իմը չի։ Ես կապ չեմ ունեցել, դա ուղղակի Ֆրանսիայում մեր ընկերոջ տունն է, որտեղ ես ապրում եմ։ Նրան հարց են տալիս մարտի 1-ը, երբ ինքը ակտիվորեն ներգրաված է եղել այդ որպես Արցախում պաշտպանության բանակի հրամանատարը, ըստ որում, գիտեք, որովհետև մարտի 1-ի քննված գործը ուղղակի անպատկերացնելի մեծագույն վկայություններն ունի Արցախում եւ Հայաստանում պաշտպանության բանակի եւ պաշտպանության նախարարության հիմքի վրա այդ հերոսական խմբերին ձևավորելու առումով։ Ցուցմունքներ կան այդ առումով, որ ինչպես են ուրեմն պլացում շարել բոլորին, ինչպես են հարց տվել, թե ովքեր են պատրաստ ձեռք բարձրացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիվրա կոպիտ ասած։ Հետո բազում ցուցմունքներ կա, թե ինչպես են այդ խմբերը բերվել Երևան, մնացել Երևանի կայազորում։ Կայազորի այլ վկաներ են ցուցմունքները մարտի 1-ի քննված գործում ուղղակի հեղեղա տրված են անուններ մարդկանց եւ Սեյրան Օհանյանը, ասենք, այդ գործով անցնող առանցքային դեմքերից մեկն է, որովհետեւ իր պատասխանատվության ներքո է առնվազն Արցախում տեղի ունեցել դա, այսինքն Արցախում արցախցիներից եւ Արցախի պաշտպանության բանակից հավաքագրել մարդիկ, որոնք ձեռք կբարձրացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։ Հիմա Սեյրան Օհանյանը կարող է մանիպուլյատ կամ ուղղակի բառախաղ անում, որ ինքը Հայաստանի պետության մաս չի եղել այդ ժամանակ։ Ահա դուք եղել եք, բայց Արցախի պաշտպանության բանակի հրամանատար եւ ձեր ղեկավարած բանակի ներքո այդ ամեն ինչ տեղի ունեցել։ Եվ դա ամեն ինչ կապ ունեցել Հայաստանի Հանրապետության պետության կայացման որոշումների հետ։ Ինչպես թե դուք կապ չունեք։ Ինչպես թե ես կապ չունեմ, մեզ չի վերաբերում, դա վերաբերում է պետություն։ Իսկ ով է պետությունը։ Եթե պետությունը պատկանում է ժողովրդին, ինչը պիտի լիներ սահմանադրությամբ, դեպքում դուք ինչ եք կեղծում ընտրությունները։ Ինչի եք հետընտրական շրջանում այդ կեղծված ընտրություններից դժգոհող ժողովրդի վրա հանում բանակ։ Եվ ոչ միայն բանակ, այլ նաև Արցախի բանակի, Հայաստանի բանակի ստորաբաժանումների, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի կրիմինալ շրջանակների վրա հավաքագրված խմբավորումներ։ Չի քանում այդ եթե պետությունը ժողովրդին էր եւ ոչ թե դուք։ Դեպքում չի քանում այդ ժողովրդին այդ բանդաներով տրորում։ Սա ինչ ասեմ, ելի եմ ասում, ցավոք սրտի ամեն մի նման պորտկում եւ խոստովանություն կամ հայտարարություն ցույց է տալիս, թե որտեղ է գտնվել Հայաստանը եւ որտեղ է եղել Արցախը։ Եվ ցույց է տալի հասկանալու, թե ինչու մենք այսօր ունենք այն տրամադրությունը եւ այն լարվածությունը, որ կա Արցախահայերի մի խմբի եւ Հայաստանի Հանրապետության մի խմբի միջեւ, որովհետեւ կան չխոստովանված մեղքեր, կան կատարված հանցավոր քայլեր, որոնց պատասխանատուն այդ մարդիկ են, որոնք թույլ են տվել եւ Հայաստանի քաղաքացին գիտի դա։ Դրա համար այս վիճակն ունենք, բայց իրենց եւ որ ասես, իրանք դրա հետ էլ կապ չունեն։ Իրանք մեղավոր չեն, որ Հայաստանում կարող են լինել մարդիկ, որոնք այո արցախցիների նկատմամբ վատ տրամադրված են, որտեղ արցախցին եկել է եւ ձեռք բարձրացրել Հայաստանի քաղաքացու վրա։ Այն քաղաքացու վրա, որը պահում էր Արցախը։ Եվ Սեյրան Օհանյան եւ մյուսներին հարց տաս, ինքը կասի ես սրա հետ էլ կապ չունի, ինչ եմ արել։ Մենք ինչ ենք արել։ Դե արի բացատրի, որ հայաստանցի արցախցի այս թշնամանքի կամ ինչ որ հատ թշնամանքի մեջ մեծագույն դերն է ունեցել հենց նույն մարտի 1-ի միայն եթե ուրիշ ոչինչ չլինի միայն մարտի 1-ի գործով եւ որ Արցախցուն հանել եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա հիմա նույն ձևի ինքը ասում է հարցես տալի ասում ես տները անշարժ գույք ինչպես ես ձեռբել ասում ես անմեղ եմ ես կապ չունեմ
դա ինձ հետ կապ չունի, այդ գույքը ինձ հետ կապ չունի, եւ նույն ձևի ասում ես մարտի 1-ի վերաբերյալ միեդի որոշում, ասում դա ինձ հետ կապ չունի, դա մեզ չի վերաբերում, դա վերաբերում է պետությանը։ Սա ուղղակի կռուտի տա, ինչ ասեմ, ցավում եմ եւ անկեղծ ասած հաճույք չեմ ստանում եւ որ Արցախյան պատերազմ դերակատարում ունեցող նման մեկը, հա, ինքը իրեն դրում է այսպիսի վիճակում կամ ինչ որ մարդիկ, ինչ որ շրջանակներ նրան դրել են այնպիսի վիճակում, որ այսօր արդեն նման անհեթեթ ներողություն հայտարարություններ։ Շատ ցավում եմ, որովհետև որևէ հայ մարդու կլինի նա անդիմադիր թե անդիմախոս, որևէ մեկի անկումից ես բավականություն չեմ ստանում, որևէ մեկի պատժից բավականություն չեմ ստանում, բայց նաև ուղղակի ամեն անգամ զազրելի է լսել, ասենք, այնպիսի պատասխաններ, որոնք մեղմ ասել, որ ակնհայտ սուտ են։ Ճիշտ հակառակը, պետությունը զավթված էր ձեր խմբի կողմից։ Պետությունը հենց զավթված էր իր օրինական տիրոջից, ժողովրդից, եւ պետությունը ձեզ հետ է ինքնույնացրել։ Հետևաբար մարտի 1-ի գործով միեդի կայացած որոշումը հենց առաջին հերթին ձեր մասին է եւ ոչ այնքան նույնիսկ այն պետության, որը խլվել էր ժողովրդի ձեռքից։ Պարոն Սաֆարյան, կուզենամ նաև վերջին հարցս այսպես եկեղեցուն անդրադառնանք, որովհետև տեսեք տևական ժամանակ է ընդդիմադիրների, այսպես ասած, թեզերից մեկը ոչ միայն Արցախ վերադարձն է, այլ նաև եկեղեցին պաշտպանելն է, ինչ որ երևակայական հարձակումներից, թեև բազմիցս հայտարարվել է քաղաքացիական պայմանագրի կողմից, որ ոչ մի հարձակում ըստ էության չկա եկեղեցու վրա, բայց ամեն դեպքում այս ուժերը գալիս են նաև այն խոստումով, որ պատրաստվում են եկեղեցին պաշտպանել, բայց հարցս վերաբերվում է կաթողիկոսի եղբորը Եզրասին, օրերս տեղեկություններ հայտնվեց նաև մամուլում, որ 1986 թվականին կաթողիկոսի եղբայրը հավաքագրված է եղել ԽՍՀՄ հատուկ ծառայությունների կողմից եւ այսպես ասած անգամ մականուն է ունեցել, Կարոն մականունով, այո, ծառայել է մինչև 1988 թիվը, ապա նաև նշանակվել է Լենինգրադում որպես հոգևոր հովիվ։ Հիմա դուք արժանահավատ համարում եք այս տեղեկությունները եւ եթե այո, ապա սա ինչի մասին է կարող հաստատել դրանք, իսկ կարող եմ լավագույն դեպքում մի գիտություն ընդունել, չունենալով նաև դրանք հերքելու որևէ հիմք եւ նաև չտեսնելով այդ անձանց կողմից այդ տեղեկությունները հերքելու որևէ փորձ։ Բայց այն որ ես որպես նաև ինչն է ինձ 2011 թվականին դրթել հեղինակելու լուստրացիայի մասին օրենքը։ Եվ որ ես ինքս բազմաթիվ դաշտերում նկատել եմ գործակալական ազդեցություններ։ Եվ դրանք ներթափանցած են եղել բոլոր կառույցները։ Հիմա եթե ես չասեմ, որ այս կամ այն եկեղեցականը, այս կամ այն օտար երկրի շահերին է ծառայում կամ նրա գործակալն է, ես մի բան վստահաբար կարող եմ ասել։ Մի շարք եկեղեցականներ վերջին տարիներին հատկապես մատնել են, որ առնվազն իրենք ազդեցության գործակալ են։ Գիտեք, երբ որ չունենալով ոչ մանդատ, չլինելով քաղաքականության սուբյեկտ նեղ իմաստով, չլինելով քաղաքական իշխանության մաս, բայց այդ մարդիկ բացահայտ կատաղի իրենց պատեպատ են տալիս երկիրը, այսպես ասած, ռուսական հպատակության ներքո պահելու համար եւ բացահայտ հակադրվում են պետական կուրսին, դա այլ անուն չունի, քան տվյալ երկրի ազդեցության գործակալը։ Թույլ տվեք անուններ չտամ, որովհետեւ այդպիսի հայտարարություններ շատ-շատերից ենք լսել, շատերից չասեմ, բայց լիքը մեզ հայտնի սրբազաններից եւ չսրբազաններից ենք լսել։ Հիմա այդ մարդիկ ուղղակի մատնել են։ Գիտեք, եթե Սամվել Կարապետյանը գալիս է եւ Վեհարանի բակից անում է երկու հայտարարություն, ես եկել եմ եկեղեցին հայ ժողովրդից պաշտպանելու, Հայաստանի ժողովրդից պաշտպանելու եւ երկրորդը ես եկել եմ որպեսի փրկեմ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները, էլի մենք գործ ունենք գուբերնիստական շարժման հետ, էլի մենք գործ ունենք պրոքսի ուժի հետ եւ բարձա չէ, որ ռուսական օրբիտայում Հայաստանը պահել փորձող Սամվել Կարապետյանը որպես Վարդան Ղուկասյանի,
Ռուբեն Վարդանյանի, Ռոբերտ Քոչարյանի շարունակություն տրամաբանական, հա, եւ որ սա տարում է եկեղեցուն, այդ նույն եկեղեցին էլ նույն նարատիվների եւ նույն օրակարգի դաշտում է, որովհետեւ այդ նույն եկեղեցում առանցքային օղակներում մարդիկ են, որոնք այդ շահերին սպասարկում են։ Հիմա անկեղծ ասած, ես Եզրաս Ներսյանի մասով չեմ կարող կրկնեմ կամ հաստատեմ տեղեկությունները, բայց մի բան շատ ավելի դաժան է, կամ նույնքան դաժան է, որքան այն փաստը, եթե դա իրականության համապատասխանում է, այսինքն նրա հավաքագրված ժամանակին հավաքագրված Բաքվի կողմից հավաքագրված լինելու փաստը, եթե հաստատվի, այն որ ես չեմ հիշում ոչ միայն մեր պատմության մեջ, այլ նաև ընդհանրապես նայելով շուրջ բոլորը, որ որևէ երկրի եկեղեցական, առավելևս կաթողիկոսի եղբայր ներառվի երկու եղբայր ժողովուրդների արյունալի պատերազմի մեջ պրոքսի դերակատարում ունենալու մեջ։ Դուք գիտեք, որ Ուկրաինայում Եզրասի անունը ներառվել է ռուսական ագրեսիային ուրեմն սպասարկելու կոնտեքստում։ Սա սարսափելի բան է։ Այսպիսի բան երևի մենք կարող ենք տեսնել միայն ռադիկալ մահմեդականության դաշտում, եւ որ ռադիկալ մահմեդականները ուղղակի դառնում են քաղաքական կամ ռազմական գործողությունների անմիջական սուբյեկտ։ Եվ հայոց եկեղեցին բերել կանգնացնել նրան, որ թեմերից մեկի առաջնորդը, որը նաև կաթողիկոսի եղբայրն է, մեղադրվում է Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիային սպասարկելու մեջ, սա ուղղակի կներեք վերջն է, սա ուղղակի սարսափ է։ Դուք պատկերացնում եք ինչ աստիճանի է վարկաբեկվել մեր առաքելական եկեղեցին։ Դուք հասկանում եք, որ մեղադրանքը անմիջապես վերաբերվում է կաթողիկոսի ընտանիքին, եւ սա ամենևին կուսակրոնության անմեղ խախտում չի։ Սա նշանակում է կաթողիկոսի նաեւ անմիջական հովանի այս կարգի գործողություններին։ Սա ողբերգություն է։ Եվ հիմա սրա չարձագանքել եւ փաստեր հաշվետվողականություն չներկայացնել հասարակության, թե այս ինչ է կատարվում եւ ում մեղքով է կատարվում, որովհետեւ մայրաթորը առնվազն կամ պարտավոր էր հերքեր, կամ պարտավոր էր պահանջեր ապացույցներ, քույր եկեղեցուց, ի վերջո մենք քույր եկեղեցիներ ենք նաեւ ուկրաինական եկեղեցու հետ, ուղղափառ եկեղեցու հետ, ինչպես եւ ռուսական ուղղափառ եկեղեցու հետ, բայց կաթողիկոսը իր ընտանիքի անդամին, իր եղբորը, որը իրեն նաև եւ մեզ է ներկայացնում ուրեմն ռուսական թեմում, չի պահանջել որևէ այս կարգի պարզաբանում, չի արել որևէ հայտարարություն։ Ճիշտ այնպես, ինչպես որ չի հերքել, որ ինքը բազմակնություն ունի, որ ինքը կուսակրոնություն է խախտել։ Այդ բոլոր մեղադրանքներին որևէ կերպ չի արձագանքել։ Հիմա ես ինչ ասեմ, եթե այս կարգի նորանոր արկածներից հետո դեռևս պիտի հասարակության մեջ լինեն մարդիկ, ովքեր հավատան, որ ինչ որ մեկը հարձակվել է հայոց եկեղեցու վրա, Հայաստանից կամ ոչ Հայաստանից, ըստ որում լեգենդների մակարդակով էլի, որ իբրև թե դա արվում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ այլնի ճշմարտակ այս կարգի լեգենդներ հորինելով, կներեք, դա նշանակում է այս կեղտը շրջանցել, դա նշանակում է այս խարանը, որը դրվել է եկեղեցու վրա, ասում եմ, անպատկերացնելի բան է, մեղադրվես մոլորակի ամենադաժան պատերազմում մասնակցություն ունենալու մեջ, եղբայրասպան պատերազմում, երկու կողմում քրիստոնյա ժողովուրդներ, հավատակից, երկուստ էլ լինեք արևելյան ուղղափառ եկեղեցու
ներկայացուցիչներ, 3-ն էլ, եւ պարզվի, որ եկեղեցին մասնակցություն ա ունեցել այդ եղբայրասպան պատերազմում իդեմս կաթողիկոսի եղբոր եւ դրա համար հետապնդվում է Ուկրաինայի կողմից կամ ներառվել է Ուկրաինայի կողմից համապատասխան ցանկում որպես անցանկալի անձ։ Նա ֆիզիկական անձ չի դարձել անցանկալի։ Նա եկեղեցու սպասավորը ներառվել այդ ցանկում։ Եվ ես կարծում եմ, որ որքան շուտ լուծվի, հանգուցալուծվի այս խնդիրը, որքան եկեղեցին արագ մաքրվի, մենք այնքան նման մենք գոնե մի հատ ավել տհաճանակնկալ չենք ունենալու։ Գոնե, որտեվ տեսեք, աշխատում ես չխոսել այս թեմաներով, որտեվ երբ խոսում ես եկեղեցու մասին, ասում են ինչու են միջամտում եկեղեցու գործերին։ Եվ որ եկեղեցու ներսում արդեն իսկ գիտասարդ հոգևորականներն են խոսում, բայց նրանց վրա են հարձակվում, ասում են ինչու եք եկեղեցու ներքին աղբը կամ կեղտոտ լվացքը բերում դուրս։ Բայց ինչ արվի։ Ոնց հանգուցալուծվի այս լուծումը, այս թնջուկը, ինչպես հանգուցալուծվի, ով հանգուցալուծի այս թնջուկը, եթե ոչ եկեղեցին ներքին ընդդիմախոսությանն է հանդուրժում, ներքին ըմբոստություններն ու ընդվզումներին է փորձում ընդառաջ գնալ, ոչ էլ կներեք հոտի եւ հավատավոր հոտի անդամների կողմից, ոչ էլ պետության կողմից, իշխանության կողմից, ամեն ինչ մերժում ենք, բայց ամեն օր արթնանանք ու տեսնենք, թե կաթողիկոսի ընտանիքը կամ կաթողիկոսի ներկայացնող սպասավորները էլ որ միջազգային սկանդալի մեջ են, էլ ինչքան, էլ ուր, ինչքան կարանք խայտառակվենք։